Դավիթ Մուրադյանը հաճելիորեն զարմացած է այսօր գրչակից ընկերների ու մտերիմների գնահատականներում բացահայտել է իր շատ տարբեր դիմագծեր, այնինչ տեսել են իր արձակում, հաճախ աննկատ թվացող նրբագծերում։ Գրական մեծ ընտանիքում նշում են գրողի 75-ամյակը, ջերմ, անկեղծ ու բարձր գնահատականներում ուրվագծելով տաղանդավոր արձակագրի և հրաշալի կինոգետի արտիստիկ նկարագիրը, որը նախ և առաջ մտավորական երևանցու և բարձր ինտելեկտի տեր-մարդու կերպար է։ Տարբեր առիթներով Հոբելյարը բազմիցս նշել է արվեստից դուրս ինքն այլընտրանք չուներ։ Ես դարձա մշակութային տիրույթի բնակիչ, որովհետև ինչ աչքս բացել եմ, մեր տանը տեսել եմ մայրս բալետի պարոհի, հայրս թատրոնի դերասան, ինչ կարող ես անել։ Այդպես կամաց հասակ առա և հասկացա, որ հետ դարձ չկա ինձ համար։ Մեկ տասնյակից ավելի գրքեր, ոսկեգրիչ, արտավազդ և Լևոն Շանթ մրցանակներ։ Դավիթ Մուրադյանը գնահատման պակաս երբևէ չի ունեցել, բայց կատակում է, դրանից ոչ ավելի բարձրահասակ է դարձել և ոչ էլ մեծամտածել, միայն երախտապարտ է գնահատման համար։ Իր երկու մուսաներից որն է առաջինը, կինոն թե գրականությունը հարցին անմիջապես արձագանքում է. ես երկենցաղ եմ, ապրում եմ երկու տարածության մեջ։ Գրչակից ընկերները փաստում են, նրա արձակը սնվում է մեծերի ակունքից և բացահայտում մեր ինքնության նորանոր շերտեր։ Դավիթը իսկապես շարունակում է Կոստանդզարյանի այն բանիմացության, աշխարհաճանաչության, հայաճանաչության, ինքնագիտակցության, այսօր մենք շատ ենք խոսում մեր ինքնությունը որն է, հայը որն է, կարելի է կարդալ Կոստանդզարյան, կարելի է կարդալ Դավիթ Մուրադյան և մեր լավագույն արձակագիրների գրվածքները և տեսնել Չարենց կարդալ, Իսահակյան կարդալ, Թումանյան կարդալ և տեսնել որն է մեր ինքնությունը։ Ազնվորեն քայլել մեր հայկական իրականության լայնքով ու երկայնքով։ Դավիթ Մուրադյանի սկզբունքն է, որով նա հավասարապես առաջնորդվել է և կինոյում, և գրականության մեջ, նաև նոր սերնդի հետ իր աշխատանքում։ 75-ի սահմանագիծը հատած գրողն արձանագրում է լուրջ թիվ է և լուրջ պատասխանատվություն։ Գիտեք, 75-ը այնուամենայնիվ թիվ է։ Ես չեմ կարող ասել, որ դա քիչ է, դա իրոք շատ է։ Բայց քանի որ ես կինոգետ եմ, ապա ես գերադասում եմ Ֆելինիի 8.5, այսինքն 85-ը։ Հիմա գրողի նեղլիկ գրասեղանի մոտ ավարտվում է նրա հաջորդ գիրքը, և ինչպես միշտ գրելիս հիշել է միջնադարի ճապոնացի պոետի հետևյալ տողը, երբ մտադիր ես գրել ճերմակ թղթի վրա, մի պահ մտածիր, թե որքան գեղեցիկ է այն։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։